Այսօր խոսելու ենք սպորտային սկանդալի մասին, որի կենտրոնում հայտնվել է հայ դահուկորդը։ Դեպքը տեղի ունեցել օրեր առաջ Իտալիայում, հայ դահուկորդը իր մրցումային համարի վրա Ադրբեջան գրությունը կպչուն ժապավենով փակել է եւ հայտնվել մեծ աղմուկի մեջ։ Միջազգային ֆեդերացիան նրան տուգանել է կանոնակարգը խախտելու համար, իսկ Հայաստանում այս քայլը թեժ քննարկումների կիզակետում է հայտնվել։ Մեզ հետ դահուկորդ Միքայել Միքայելյանն է, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Եվ այսպես Իտալիա մեկնելուց առաջ դուք ձեր մարզիչը, ֆեդերացիայի նախագահը, ֆեդերացիան տեղյակ չէիք, որ Ադրբեջանն է հովանավորը այդ մրցաշարի։ Տեսեք, մի քիչ ներկայացնեմ, 2019 թվականից ի վեր սկսած մենք մասնակցում ենք աշխարհի գավաթի փուլերին, որոնք թվով տարվա ընթացքում մոտավորապես տատանվում են 30-ից 40 հատ ու անձամբ ես 2019 թվականից մասնակցում եմ ու Ադրբեջանը հենց սկսել է հովանավորել մեր աշխարհի գավաթի փուլերի խաղարկությունները այս տարվանից ի վեր սկսած ու եթե չեմ սխալվում 5 տարով պայմանագիր ենք ընկել մեր միջազգային ֆեդերացիայի հետ։ Ու դե բնականաբար մի քիչ անսպասելի էր, որ Ադրբեջանն է դարձել այդպիսի երկիր։ Մեր ֆեդերացիան Հայաստանի ֆեդերացիան նկատի ունեք, թե միջազգային ֆեդերացիան նկատի ունեմ։ Մի քիչ զարմանալի էր, որ Ադրբեջանը, որը ունի ոչ մի դահուկային մարզաձև եւ առավել եւս ծմերային մարզիկներ, սկսել է հովանավորել հենց այդ մրցումները, բայց անձամբ ես ոչինչ անել չեմ կարող, իմ նպատակը լավագույնս կերպով ելույթներ ունենալն էր։ Այսինքն դուք գնալուց, մեկնելուց առաջ գիտեիք, որ Ադրբեջանը հովանավոր է։ Այո։ Որ պահին նկատեցիք, որ ձեր մարզաշապիկի վրա Ադրբեջան գրություն կա։ Մեկնարկից 2 ժամ շուտ այդ մարզաշապիկները հանձնում են մեկնարկից 2 ժամ շուտ, հայրս էր գնաց ստացավ մարզաշապիկը։ Հայրը որ մարզիչն է ձեր։ Մարզիչն է, այո, Արթուր Միքայելյանը ստացավ մարզաշապիկը ու դե ես էլ ոնց որ մրցումից 1 ժամ առաջ եմ գալիս մրցատարածություն, որպեսզի մի քիչ պատրաստվեմ մրցման ու այդ ժամանակ նոր նկատեցինք, որ մարզաշապիկի վրա առկա է Ադրբեջան գրվածքը։ Դա հուզական պորտկում էր, թե գիտակցված քայլ այդ անվանումը կպչուն ժապավենով փակելը։ Ինչպես ծնվեց գաղափարը, ինչ-որ մի բան անելու գաղափարը։ Ուղղակի առանց երկմտելու մտածեցի, որ ես ուղղակի դոշիս գրվածքով, այդ գրվածքով դուրս չեմ գա մրցատարածություն ու որոշեցի, որ փակեմ, քանի որ եթե դուրս չգայի մրցատարածություն, դա տուրդեսկի էր, իսկ տուրի ընթացքում, եթե ինչ-որ մրցելույթի դուրս չես գալիս, ապա դու ավտոմատ դուրս ես թռնում բոլոր մրցելույթներից։ Հետևաբար ես կամ պետքա վերադառնայի տուն, կամ պետքա փակեի ժապավենով ու դուրս գայի մրցելույթի։ Ընտրեցիք երկրորդը։ Այո, ընտրեցի ու դա արժանապատվության ու հայրենասիրության հարց էր։ Դիտակցված քայլ էր այսինքն։ Միքայել, հասկանում եք, որ Ադրբեջանը փակելով դու խախտում ես միջազգային կանոնադրությունը, կանոնակարգը եւ մարտահրավեր ես նետում միջազգային, այսպես ասած, ֆեդերացիային, դահուկային սպորտի ֆեդերացիային, այսպես է կոչվում ֆեդերացիան։ Այո, միջազգային դահուկային սպորտի ֆեդերացիա։ Այո, իհարկե։ Բազմիցս անգամ մտածել եմ դրա մասին, սակայն իմ համար իմ հայրենիքը, իմ սրբություններն ու արժանապատվությունները ամեն ինչից վեր են ու առաջին տեղում դա է իմ համար։ Քո քայլը կարող են ներկայացնել դրսում քսենոֆոբիա կամ ատելության քարոզություն։ Դուք այս ձևակերպման հետ հաշտ եք։ Իհարկե Ադրբեջանի կողմից եղել են նմանատիպ բողոքներ, ինչպես նաև նրանք բողոք են ներկայացրել միջազգային ֆեդերացիա իմ արած քայլի վերաբերյալ։ Իմ տեսակետը այլ է։ Ես խոսել եմ նաև ժյուրիների հետ, նրանք ինձ հետ համաձայնվել են, քանի դեռ Ադրբեջանը ագրեսիվ է տրամադրված իմ հայրենիքի, իմ պետության նկատմամբ, ես չեմ կարող ուղղակի դուրս գալ մրցելույթի Ադրբեջան գրվածքով։ Ձեր հայրը, որ նաև ձեր մարզիչն է, ինչպես ընդունեց այդ որոշումը, գրություն փակելու որոշումը նկատի ունեմ։ Ամբողջությամբ իմ կողքին էր ու չի եղել հուշում, ասենք չմասնակցել մրցաշարին, հետ գալ, վերադառնալ եւ այլն։ Նման ինչ որ քննարկում եղել է, թե չէ։ Նման քննարկում չի եղել, քանի որ մենք պատրաստվում ենք ամբողջ տարին մարզվում ենք հենց այդ մրցաշարերին լավագույնս կերպով ելույթ ունենալու համար։
ու ինչ որ Ադրբեջան գրվածքը կարծում եմ մեզ համար չպետք է խոչընդոտ հանդիսանար։ Համաձայն ես այն տեսակետին, որ սպորտը ապաքաղաքական կառույց է, կատեգորիա է, այսպես ասեմ, թե սա զուտ ձևական մոտեցում է։ Նորից ես այս հարցին շատերն են անդրադարձել, ինչքան էլ մենք պնդենք, որ սպորտը քաղաքականությունից դուրս է եւ սպորտը պետք է սպորտի մասին լինի, դա այդքան էլ այդպես չէ։ Քաղաքականությունը հենց սպորտի մեջ է, մշակույթի, գիտության եւ բոլոր ասպարեզներում։ Կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարությունը պարզաբանում է պահանջել ֆեդերացիայից, դզանից եւս պահանջել է այդ բացատրությունը, պարզաբանումը, թե միայն ֆեդերացիայից։ Գրությունը ուղարկվել է ֆեդերացիային։ Կար ժամանակ անց ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել, հայտարարելով, որ պարզաբանելու կարիք չկա ձեր քայլը։ Այսինքն ֆեդերացիան էլ հաշտ է եղել ձեր քայլի հետ։ Իհարկե մենք համախմբված ենք մեկ բանի շուրջ եւ բոլորս հայրենասեր եւ արժանապատիվ մարդիկ ենք ու հուսամ, որ Հայաստանում միշտ այդպիսի մարդիկ կլինեն։ Տեսեք, ձեր այդ քայլը երկու բևեռ է այսպես ձևավորվել Հայաստանում, այսպես ձևակերպենք, Facebook-ը հայության մեջ, Facebook-ում գրառում անողների մեջ երկու թևի են բաժանված։ Մի մասը ողջունում է քո քայլը, մի մասը քննադատում է կամ վերլուծում է։ Ինչպես եք վերաբերվում այդ երկբաժանությանը։ Ցանկացած մարդ ունի իր սուբյեկտիվ կարծիքը եւ ապրում ենք ազատ երկրում, ունի հնարավորություն օբյեկտիվ եւ հանրայնորեն այն բարձրաձայնելու համար, ես դրան նորմալ եմ վերաբերվում, սակայն ուրախ եմ նրանով, որ գերակշիռ մասան, այսպես անվանեմ, հա, իմ կողմնակիցն է ու իմ մտքերի հետ համաձայն է։ Եթե կրթության, գիտության եւ սպորտի մշակույթի նախարարությունը ձեզ եւս գրություն ուղարկեր պարզաբանելու համար ձեր քայլը, ինչ կպարզաբանեիք, ինչ կասեիք։ Հա, շատ հետաքրքիր հարց է, հա։ Կասեի, որ նույն կերպ, ինչպես որ ֆեդերացիան պատասխանեց։ Պարզաբանելու կարիք չկա։ Պարզաբանելու կարիք չկա, քանզի ցանկացած մարդ մի քիչ խորը մտածելով կհասկանա այս ամեն ինչը ու կընկալի որպես ճիշտ որոշում։ Դուք ասացիք, որ ժյուրիի հետ քննարկել եք, խոսել եք դրանից հետո, այդ դեպքից հետո, ինչ եք խոսել, ըմբռնումով էին մոտեցել ձեր այդ քայլին, թե ընդհակառակը։ Այո, իհարկե, ըմբռնումով էին մոտեցել, հենց միանգամից մրցելույթս ավարտելուց հետո իրանք հրավիրեցին ժյուրիների սենյակ ու հարցրեցին, թե ինչումն է պատճառը, որ դու փակել ես Ադրբեջան գրվածքը։ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտի մասին։ Տեղյակ են, ուղղակի իրենք կարծում են, որ ամեն ինչ խաղաղ է, դեռ ամեն ինչ հիասքանչ է ու լավ է, ամեն ինչ լավ է ավարտվել։ Եվ դուք պատասխանեցիք, որ պատասխանեցի, որ սկզբունքային է եւ քանի դեռ Ադրբեջանը իմ երկրի նկատմամբ վարում է ագրեսիվ քաղաքականություն, ես չեմ պատրաստվում այդ գրվածքով դուրս գալ։ Նրանք իհարկե հասկացան ամեն ինչ, ըմբռնումով մոտեցան, ու ասացին, որ որպես ժյուրիներ նրանք պարտավորված են ինչ-որ կերպ ինձ տուգանել կամ ինչ-որ պատասխանատվության ենթարկել որպես ժյուրի։ Նրանց համար տարբերություն չկար, այդ գրվածքը կլիներ Ադրբեջան, Rolex, թե Le Gruyère, թե Skechers, նրանց համար կարևորը որ հովանավորները տեսանելի լինեն եւ դա միջազգային ֆեդերացիայի օրենքների կոպիտ խախտում է, էլի, եթե ձեր քայլը խախտում էր։ Հիմա ֆեդերացիան որոշել է ձեզ տուգանել։ Այո։ Որքան է այդ գումարը, տուգանքի չափը ինչքան։ Այդ տուգանքի չափը դեռ չեն ասել։ Ուղղակի գրված կա, որ տուգանված է, սակայն կարծում եմ սեզոնի վերջում նոր կհայտարարեն, թե ինչքան։ Նույնիսկ այդ դեպքում դուք համաձայնեիք, որ տուգանվեք, ի սկզբանե գիտեիք, որ կտուգանվեք եւ գնացիք այդ քայլին։ Ի սկզբանե չէի կարծում տուգանքի մասին, չէի մտածում։ Դե չէի մտածում էի, թե ժապավենով փակելը ինչ կարող է հանգեցնել, էլի, ասենք ես չեմ ցանկանում, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է եւ այդ կերպ եմ դուրս եկել մրցելույթի։ Դե օրենքի խախտում էր փաստորեն դա ու տուգանեցին։ Կա վտանգ, որ նման քայլերը կարող են ազդել ձեր միջազգային կարիերայի վրա։ Ոչ մի կերպ չեն կարող ազդել։ Ինչու։ Քանի որ
միջազգային ֆեդերացիայում առաջին հերթին ընդունում են բոլոր անձանց ու մարդկանց սուբյեկտիվ եւ օբյեկտիվ կարծիքները եւ նրանց համար առաջին հերթին արդյունքներն են, զարգացումն է, սպորտային զարգացումն է, նրանց համար ավելի կարեւոր է զարգացնել սպորտը Հայաստանում, նպաստել սպորտի զարգացմանը, ձմեռային սպորտի եւ դահուկային սպորտի զարգացմանը Հայաստանում, քան ինչ որ այլ խնդիրներ։ Ես ձեր կարիերայի մասին եմ խոսում, մտավախություն կա, որ կարող է հետագայում ձեր կարիերայի վրա դա ազդի։ Իհարկե ոչ։ Ոչ, քանի որ իմ կարիերայի հարցը նաեւ սպորտի զարգացումն է։ Դուք հիմա պատրաստվում եք Միլան 2026-ին։ Ձեր վարկանիշային միավորները բավարար են այդ մրցաշարի մասնակցելու համար։ Այո, օլիմպիական խաղերին։ Այո, ես դեռ օլիմպիական վարկանիշ ստացել եմ 3 տարի առաջ։ Այսինքն այս քայլը ոչ մի կերպ չի կարող ազդել ձեր մասնակցության վրա Միլանում։ Չէ, իմ կարիերայի վրա ոչ մի կերպ չի կարող ազդել, ուղղակի դուգանք կամ ինչ որ տույժ եւ Ինչ եք կարծում, ինչու ֆեդերացիայի նախագահը հրաժարական տվեց։ Դուք այդ քայլում ինչ որ չափով ձեր մեղքի զգացողություն ունեք, թե ձեր նկատի ունեմ ձեր մասնակցությունը զգում եք այդ նրա քայլի հարցում, թե չէ։ Իմ արած քայլերի համար առաջին պատասխանատուն ես եմ եւ ես պատրաստ եմ ամեն կերպ ու միշտ մինչեւ վերջ պատասխան տալ իմ արածների ու իմ արածների համար մինչեւ վերջ պատրաստ եմ պատասխան տալ ու հետեւաբար ֆեդերացիայի նախագահին երբ հարցրեցին, ինքը ասաց, որ ինձ ոչ ոք չի ստիպել, արել եմ ինքնուրույն իմ որոշումն է սա եւ թվարկել է ֆեդերացիայում արկա բացերը, այսինքն դահուկասպորտի ոլորտում արկա բացերի մասին է խոսել։ Իրոք այդքան շատ են այդ բացերը, խնդիրներ կան, այդքան շատ են։ Խնդիրները իրոք շատ են, առաջին հերթին հենց կառավարության կողմից ու նախարարության կողմից անտեսված լինելը։ Այսքան տարի ես անձամբ 2010 թվականից դահուկի մեջ եմ, դահուկասահում եմ ու մարզվում եմ։ Ու այդ բացերը իրոք այդպես են ու ամբողջովին ճշմարիտ են, ինչպես որ ասել եք։ Դրանք ֆինանսական խնդիրներ են հիմնականում։ Թե մարզաշապիկ, մարզահագուստ, դահուկ, այսինքն տեխնիկական ինչ որ հարցեր են, թե զուտ ֆինանսի հետ կապված հարցեր են։ Դահուկասպորտը շատ թանկ մարզաձև է ու ամեն ինչ հենց այդ տեխնիկական խնդիրները հանգեցնում են, պետք են ֆինանսներ որպեսզի լուծել տեխնիկական խնդիրները ու հետեւաբար ամեն ինչ հենց ֆինանսների մեջ է։ Հիմնականում դրսից էիք ներգրավում հովանավորների, հենց այս նույն Տուրդեսկի մրցաշարին մենք գնացել ենք մասնակցության միջազգային ֆեդերացիայի կողմից ստացված գումարներով։ Իսկ միջազգային սպորտի ֆեդերացիան մեզ հովանավորում է մեր արդյունքներին համաձայն ու տարեստարի ավելանում է ամեն ինչ։ Ինչպես նաև Օլիմպիական կոմիտեի համերաշխության ֆոնդի գումարները, որոնք շնորհվում են ֆեդերացիաներին օլիմպիադա մասնակցելու համար ու մասնակիցներին։ Այս ամբողջ պատմությունը ձեզ հոգեբանորեն ավելի ուժեղացրեց, թե հակառակը բեռ դարձավ։ Իհարկե ոչ, չի կարող բեռ դառնալ։ Ես նորից կրկնում եմ, իմ արածները կշռադատված են ու ես ամբողջությամբ պատասխանատու եմ իմ արածների համար ու այդ աստիճան հասարակ բաների համար, եթե հոգեբանորեն չնշվենք, ուրեմն լուրջ հաջողություններ չենք կարող գրանցել։ Այս պատմությունից հետո, եթե հնարավորություն ունենայիք միջազգային ֆեդերացիային ուղիղ դիմելու, ինչ կասեիք։ Կասեի, որպեսզի ինչ որ կոմպրոմիսներ գտնենք, որպեսզի հաջորդ անգամ նույն սխալները չկրկնվեն։ Առջևում Միլան 2026-ն է, ինչպես ասացինք, եթե պարզվի, որ նման ինչ որ մի գրություն էլ այս միլանյան խաղերի ժամանակ է լինելու ձեր մարզաշապիկի կամ կոշիկի վրա, միգուցե դահուկի վրա, նույն կերպ եք վարվելու, ինչ եք անելու։ Ուզում եմ նշել, որ օլիմպիական խաղերին նման հովանավորներ չկան, այնտեղ հովանավորները մարզաշապիկների եւ ինչ որ տեղեր, հասանելի տեղեր չեն գրվում, այնտեղ ամեն ինչ արգելված է, սակայն կա վտանգ, որ ապագայում մյուս աշխարհի գավաթի փուլերի ընթացքում Ադրբեջան գրվածքը նորից արկա լինի մարզաշապիկների եւ մարզիկի այլ տեղերի վրա, դրա համար
Ես լրջորեն նպատակներ ունեմ այդ հարցը քննարկել միջազգային ֆեդերացիայի անդամների հետ, որպեսզի գնանք կոմպրոմիս քայլերի եւ նման խնդիրներ էլ ապագայում չառաջանան։ Ինչպես եք պատկերացնում, ինչ պետք է անել։ Ֆեդերացիան ընթരാճ կգնա ձեզ, կընդունի ձեր խնդրանքը, ինչ տարբերակ կարող է առաջարկել, որին դուք կհամաձայնեք։ Միջազգային ֆեդերացիայում միշտ այնպիսի մարդիկ են նստած, ովքեր միշտ փորձում են աջակցել, ու եթե հարցը վերաբերվում է մարզիկի կամ արդյունքի վատ տարածմանը կամ արդյունքին խանգարելուն, նրանք ամեն կերպ կօգնեն։ Ելքերից կարծում եմ, որ նման մրցելույթների ժամանակ ուղղակի Հայաստանի մարզիկների վրա այդ գրվածքը չլինի։ Լինի ուրիշ սպոնսորի գրվածքը։ Հիմա օլիմպիական խաղերի մեկնելուց առաջ պատրաստվում եք։ Ունեք բոլոր հնարավորությունները պատրաստվելու համար, մարզվելու, առանձյուն է գալիս վերջի։ Ձյուն ունենք այս տարի շատ ձյուն ունենք, այո, ունենք, բայց ամեն ինչ անում ենք մեր ուժերով, ես ինքս առավոտյան վաղ արթնանում եմ, պարոն Գագիկ Սարգսյանի արդեն ցավոք սրտի մեր ֆեդերացիայի նախկին նախագահի ջանքերով մենք ձեռք ենք բերել համապատասխան տեխնիկա, ու այդ տեխնիկայով ես ինքս վառելիքը ու ամեն ինչ գնելով պատրաստում եմ մարզուղին ու հետո դուրս եմ գալիս սայելու ու մարզվելու։ Ֆեդերացիայի նախագահի հրաժարականից հետո խոսել եք նրա հետ։ Այո։ Աջակցում է, շարունակում է աջակցել ձեզ։ Շարունակում է աջակցել հոգեպես իր մեծական խորհուրդներով ու ապագայի մասին միշտ ողջևորում է, որպեսզի նայենք դեպի վառ ապագա ու շարունակենք մարզվելը ու արարելը։ Շնորհակալություն, որ մեր հյուրն էիք, հաջողություն առաջիկա մրցումներում։ Ես հիշեցնեմ, մենք զրուցում էինք դահուկորտ Միքայել Միքայելյանի հետ։ Ցտեսություն։